Բարի ողջույն հարգելի գործընկերներ, այսօր հոկտեմբերի 19-ը մեր ժամանակով, Գերմանիայի ժամանակով 15:00 մենք աննախադեպ միջոցառում ենք իրականացնում ի պաշտպանություն կալանավորված հոգևոր հայրերի եւ այլախոհների, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ճնշման տակ։ Այսօր Բրանդենբուրգյան դարպասների մոտ են հավաքվել մեր հայրենակիցները եւ Բրանդենբուրգյան դարպասներից մենք կհեռարձակենք մեր բողոքի ակցիան, նաև տեղեկացնեմ, որ ակցիան բաժանված է 3 մասերի, այն Բրանդենբուրգյան դարպասների մոտից դուք կնայեք, որից հետո մենք կամփոփենք մեր հանդիպումը, հանդիպմանը հրավիրված են մասնակցելու Ավստրիայից Գևորգ Գրիգորյանը եւ անմիջապես ցույցի կազմակերպիչ Ավետիս Սադոյանը։ Հիմա տեղափոխենք Բրանդենբուրգյան դարպասներ։ Մենք այստեղ հավաքվել ենք Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որպեսզի մեր վճռական ոճը ասենք Հայաստանում նոր ուժով սկսված բռնություններին, եպիսկոպոսների ձերբակալություններին, հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող բռնաճնշումներին։ Այսպիսի բռնաճնշումներ մենք թույլ չենք տա, այլևս հնարավոր չի ապրել այս վիճակում, երբ կառավարությունը թուրքի նման հետապնդում է քրիստոնյա հայկական եկեղեցուն եւ մեզ ուզում է դարձնել անդեմ, անգույն, անհոտ մի փոքրիկ խումբ, որը բնակվում է տարածության մեջ։ Այսօր Բրանդենբուրգյան դարպասների մոտ հավաքվել են հայ ժողովրդի ներկայացուցիչները, որպեսզի ասեն իրենց խիստ բացասական ոճը Հայաստանում տեղի ունեցող տերորի, Հայաստանում տեղի ունեցող բռնությունների դեմ, հարձակման է ենթարկվել հայ եկեղեցին, հարձակման է ենթարկվում բարձրաստիճան եկեղեցական ղեկավարները, սա արդեն ցեղասպանության սկիզբ է։ Հայ ժողովուրդը սկսում է ցեղասպանության։ Ես հիմա մի քիչ ավելի փորձենք մի քիչ հետ գնանք եւ հետևից ավելի լավ։ Մեր մոտ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, մի անձնավորություն բարձրախոսով եկել էր եւ քննարկում էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Մենք չհասկացանք, թե անձնավորությունը որտեղից է եկել է եւ ինչի համար, բայց ոստիկաններին խնդրեցինք, որպեսզի գան եւ մասնակցեն, որ մենք կարողանանք նորմալ ձևով անցկացնենք մեր միջոցառումը։ Ոստիկանները եկան եւ պարոնին խնդրեցին, որպեսզի հեռանա։ Ինքը պատճառաբանում էր, թե իբր ինֆորմացիա է տալիս գերմաներեն լեզվով, բայց ուներ բարձրախոս, որ մեր բարձրախոսից ավելի բարձր էր։ Հայաստանում տեղի ունեցող եկեղեցի իշխանություն սրասման ֆոնին, որը պայմանավորված է հավաքին հարկադրելու եւ ընտրական իրավունքների խորհրդատելու մեղադրանքով, հոկտեմբերին ձերբակալվեցին Արագածոտի թեմի 13 հոգևորականներ,
որոնցից կալանավորվեցին թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանը, ինքը կաթողիկոսի ազգականն է, եւ Տեր Գարեգին Քահանա Արսենյանը։ Մինչև մյուսները ազատ արձակվեցին վկայի կարգավիճակով։ Այս դեպքերը զարգանում են այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով հիմնվելով ձայնագրության վրա, որում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը իբրև հիշատակում է հարկադրանքի համատեքստում, հարկ է նաև նշել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապանյանը կալանավորվել էր արդեն 2025 թվականի հունիսին եւ գտնվում է հիմա անազատության մեջ, եւ կալանավորվել է եպիսկոպոս Բագրատ Գալուստանյանը, ինչպես նաև եպիսկոպոս Գեղամ Աճեմյանը։ Ներկայումս նրանք կալանավորված են, հայտնի չէ, թե իրենք երբ կհայտնվեն ազատության մեջ։ Այս ամենը տեղի է ունենում ընդհանուր քաղաքական մթնոլորտի ներքո, որի ժամանակ քննադատները պնդում են, թե իշխանությունները սաստկացնում են հետապնդումները այլախոհների նկատմամբ, մասնավորապես ընդդիմադիր դաշտում։ Ես համաձայն եմ այս դիրքորոշումների հետ, որ իսկապես իշխանությունները այլախոհների եւ հոգեւորականների նկատմամբ կիրառում են աննախադեպ վատ վերաբերմունք։ Թերևս նման բան տեղի էր ունեցել հայ հոգեվորականների դեմ մեկ անգամ Օսմանյան կայսրության տարածքում եւ մեկ անգամ էլ 1930 թվականին հայտնի ստալինյան տերորի ժամանակ։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է արժանանում Վարդան Ղուկասյանը, Դոգ կուսակցության պատվավոր նախագահան, որի դեմ Հայաստանում հարուցվել են քրեական գործեր, մասնավորապես շորթում կազմակերպելու կամ հանցավոր խմբում մասնակցության ունենալու պատճառներով։ Ղուկասյանը միջազգային հետախուզության մեջ էր, սակայն 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դատարանը մերժեց նրան Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությանը։ Այս դրվագները, ինչպես հոգեվորականների, այնպես էլ այլախոհների հետ կապված, քննադատության առարկա են բոլորի համար եւ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր վրա պատասխանատվություն վերցնել։ Հասարակական, քաղաքական եւ եկեղեցական որոշ շրջաններում այս իրադարձությունների ֆոնին բարձրացնում է մտահոգություն կապված երկրում մարդու իրավունքների պահպանման եւ այլակառությամբ հանդեպ հանդուրժողականության հետ եւ հնչում են կոչեր դադարեցնել հոգեվորականների եւ այլախոհ քաղաքացիների դեմ ուղղված քայլերը, ապահովելով նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը։ Մենք համայնքական սենատը եւ իմ համախոհները մենք կոչ ենք անում եւ սույն կոչով դիմում ենք հայ ժողովրդին։ Բոլոր հայերը պարտավոր են պայքարել հանուն հայ հոգևոր դասի ներկայացուցիչների եւ այլախոհների ազատ արձակման համար։ Հիմա նորից վերադառնանք, տեսնենք ինչ են ասում մեր ընկերները։ Ինչպես տեսնում եք, մարդիկ մոտենում են, հարցնում են ինչն է պատճառը բողոքի ակցիայի համար եւ ստանում են բացատրություններ։ Նորից ենք սկսում, մենք առցանց կապի մեջ ենք եւ միտինգ ենք անում ամբողջ հայությամբ մեկ։ Ես չեմ Թուրքիայի Հանրապետությունը որպես իմ հարևան երկիր, որովհետև դա իմ բեմերից եւ իմ ժառանգությունն է, երբ որ մեր ժառանգությունը հետ կդառնա Նախիջևանը եւ Արցախը, երբ որ այն ժամանակ չկա որ կմնա իրենց, այն ժամանակ ես կնդում իմ համար ընդունել կլինի։ Ես պարոն Սադյանին հայտնում եմ խորին շնորհակալությունը համայնքական սենատի անունից, նաև Տիկին Նաիրային իր կնոջը, որտեղ իրենք երկուսով են կազմակերպում այդ ամբողջական աշխատանքը Բեռլինում։ Շատ հաճելի կներ, որ բեռլինահայերը իրենց վրա պատասխանատվություն վերցնեին, բայց փառք Աստծո գոնե մենք ունենք երկու անձնավորություն, որ այդ պատասխանատվություն ունեն եւ հույս ունեմ, որ մյուս երկրներում էլ երկու մարդ կլինեն պատասխանատվություն վերցնել։ Այն ուրախ կլինի, որ Գևորգի կողքին Ավստրիայում եւս մեկը լիներ, որ ինքը մենակ չլիներ։ Հիմա խնդիրները մեր ընդհանուր շատ հայտնի են բոլորիս, պարզապես տեսական առումով համայնքական սենատի անունից եւս մեկ անգամ ես իմ մտահոգությունները եւ դժգոհությունն եմ հայտնում
Եվ այդ դժգոհությունը ուղղված է հայ հասարակության, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին։ Հայաստանի իշխանություններն իրենք զրոյացված են։ Ինձ համար իրենք գոյություն չունեն։ Ես իմ դժգոհությունն եմ հայտնում հայ ժողովրդի այն մտածող մասային, որը խոհանոցում առյուծ է ճղում, պատռում, բայց հանրային դաշտում ձայն չի հանում։ Եվ դա ինձ համար շատ մտահոգիչ է։ Եվս մեկ անգամ պետք է մենք կարողանանք մեր եղած այս սուղ միջոցներով, ռեսուրսներով հայությանը համախմբել եւ հնարավորություն տալ ցույց տալու, որ մենք կարող ենք եւ հնարավորություն ունենք։ Հիմա ես խոսքը փոխանցեմ Ավստրիա պարոն Գևորգ Գրիգորյանին, հետո պարոն Սադոյանին։ Համեցեք պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, շնորհակալություն պարոն Սադոյան այսօրվա ցույցը կազմակերպելու համար։ Այո, մենք պետք է այսօր աշխատենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ես դա տեսնում եմ, դա մեր իրոք մարդկային տեսակով դա մեր վերջի ռեսուրսն է, որ այսօր եթե մենք կարողանանք Սփյուռքին ոտքի հանելու եւ ենթագիտակցությունը բարձրացնելու, որ սա 1915 թվի շարունակությունն է, որովհետեւ 1915 թիվը ոչ ոք չդատապարտեց մինչև վերջ, դրա համար այդ նույն առատը մնացել է, այդ հիվանդությունը մնացել է եւ նա վերջնականորեն ուզում է, որ դնի իր վերջնակարը մեր հայ եւ հայի գեն եւ հավատք ունենալու, դրա համար իմ կոչն է մեր հայրենակիցներին Սփյուռքին ասելով ոտքի կանգնեք, նախ իմ խոսքն է երկինք հետո նոր երկիր, Աստվածաշունչն ասում է 200 անգամ մի վախեցի, եթե դուք վախենում եք մտածելով, որ ինչ-որ մի երկրում ձեզ ինչ-որ պետական կամ որևէ մի լծակներում ձեզ կվախացնեն, դեսպանատուն կամ մնացած հարցերով կային այն ձև, ոնց որ մենք ենք հիմա անում, կամ ոնց որ ինչպես այսօր պարոն Սադոյանը մեր հայրենակիցների հետ կանգնավ Բեռլինի կենտրոնում եւ բարձրաձայնեց ճշմարտությունը, այո, հենց սա է ցույց տալի հայի գենը եւ հայի տեսակը։ Իմ խոսքն է մի վախեցեք, իմ սիրելի հայրենակիցներ, ոտքի կանգնեք, դուք եք ձեր հողի եւ հոգեվորի պահանջողը, ձեզ է տրված այդ իրավունքը։ Առաջնորդը պարոն Մկրտչյան։ Շնորհակալություն, պարոն Սադոյան։ Մենք մեր միտինգի ժամանակ չկարողացանք ձեր ձայնը լսել։ Հիմա դուք այդ ամբողջական հնարավորությունը ունեք։ Միտինգի ժամանակ մենք մեր ձայնը հակառակը շատ ավելի ուժեղ էինք լսում։ Հա, դե Հավաքվել էինք մոտ 20 հոգի մարդ, ինչը վերջի միտինգների համար մեծ թիվ է, Բեռլինի համար շատ փոքր թիվ է։ Իսկ հաշվի առնելով թե ինչ է կատարվում Հայաստանում, այդ Հայաստանի լուրերի ֆոնի վրա անverջ փոքր թիվ է։ Հայաստանում տեղի է ունենում նախապատրաստություն հերթական ցեղասպանության համար։ Միգուցե մարդիկ կան, որ դա չեն ընկալում։ Միգուցե մարդիկ կան, որ դրանք չեն հասկանում, բայց մտավորականը նրանով է մտավորական, որ առաջինը պետք է տեսնի ահազանգը, վտանգը, որը որ հենց դեռ հեռվում է, հորիզոնի մոտ է, բայց փորձող տալով մոտենում է։ Ինչպես են կազմակերպվում ցեղասպանությունները։ Ցեղասպանության առաջի քայլը ազգի կամ ցեղասպանվող ժողովրդի կարող մասին առանձնացնելն է եւ հնարավորինս ոչնչացնելը, ճնշելը։ Ժամանակակից իրավության մեջ մարդկանց ֆիզիկապես չեն ոչնչացնում, չեն սպանում եւ ասում այդպես էլ կար։ Ինչպես որ 1915 թվականին ապրիլի 24-ը մեր մոտ մտավորականների ձերբակալման օրն է, որ Կոստանդինապոլիսում հայ ազգի լավագույն ներկայացուցիչներին, մարդկանց, որոնց ձայնը լսելի էր, որոնց մարդիկ լսում էին, հետևում էին, հավաքեցին եւ տարան դերձոր։ Հավաքեցին եւ տարան անհայտողությամբ եւ բոլորին հետո վերջում սպանեցին։ Ժամանակակից կյանքում ընդհանրապես ձերբակալում են, ընկճում են, ստիպում են, որ այդ մտավորականները կամ մտածող մարդիկ այլևս չզբաղվեն ազգային հարցերով, այլ սկսեն լուծել իրենց նեղ անձնական փոքրիկ հարցերը։ Ահա ինչ է տեղի ունեցել։ Օրինակի համար նայենք մենք Սրբազանին, հա? Միքայել Սրբազանի պես Սրբազան ստեղծելու, դաստիարակելու
պահելու, պաշտպանելու համար տասնամյակներ են պետք, որպեսզի մարդը աճի, հոգևոր աշխարհում աճի, ամեն կիրակի գնա պատարագին ծառայություն անի, շփվի ժողովրդի հետ, շփվի իր հոտի հետ, իմանա իր հոտի բոլոր խնդիրները, հա, տասնամյակներ են պետք։ Իսկ հիմա իրան ուղղակի բռնել, մեկուսացրել են, վերացրել են կապը հայ ժողովրդի եւ Միքայել Սրբազանի միջեւ։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը որ միայնակ կարողացավ Գյումրիում այն հզոր դեպքերը, որ տեղի ունեցան Գյումրիի ընտանիքի սպանությունից հետո, բոլորս հիշում ենք, չէ՞, հունվար ամսվա սրանից մի 10 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում։ Միայնակ կարողացավ կանգնեցնել, արյունահեղություն թույլ չտվեց։ Հիմա այդ մարդուն, քանի որ նա ունակություն ունի, քանի որ նրա ասածը լսում են, քանի որ ժողովուրդը հետևում է Միքայել Սրբազանին, ընդամենը բանտարկեցին։ Ինչ պետք է մտածի սովորական հայ մարդը, եթե Միքայել Սրբազանին են բանտարկում, ինձ ինչ կանեն։ Հետևաբար ընկճախտ, հետևաբար ընկճվածություն, ինչի մասին որ խոսում է հիմա մեր ընկերը, հա, Գևորգ Ավստրիայից, հա, դա ճնշում է մարդկանց, դա չի թույլ տալիս, որպեսզի մարդիկ կարողանան մեջքները ուղղեն եւ ասեն, «Էս ինչ է կատարվում իմ հայրենիքի երկ»։ Այս քաղաքականությունը առաջի քայլն է ցեղասպանություն անելու համար։ Անհրաժեշտ չի, որ 21-րդ դարի ցեղասպանության ժամանակ շատ մարդիկ զոհվեն, արյան գետեր հոսեն։ Հիմա այս նույն նպատակներին հասնում են ավելի քիչ արյունով, բայց ավելի էֆեկտիվորեն կարճ ժամանակի ընթացքում։ Մարդու միջից հանում են հայկականությունը, մարդու միջից հանում են ազգային արժանապատվությունը, հանում են այն ամենը, ինչ իր համար թանկ է, եւ նա դառնում է ընդամենը հրամաններ կատարող, հարսանիքների ժամանակ տրճիկ տվող, իրեն կյանքի նպատակը չհասկացող, ինչ որ անձնավորություն։ Այդպիսի անձնավորությունների խմբավորումները շատ հեշտ է ղեկավարել, նրանց ռեսուրսները շատ հեշտ է խլել, նրանց կողմից հնարավոր չի նորմալ ընտրության կազմակերպում եւ նրանց կողմից հնարավոր չի հանրապետության ստեղծում, հանրապետություն, որը որ կարողանար պաշտպանել իրեն սեփական քաղաքացիներին։ Այս բանը մենք պետք է հասկանանք, հիբրիդային պատերազմ է գնում մեր ժողովրդի դեմ։ Այս երևույթը անպայման պետք է բարձրաձայնվի, քննարկվի եւ հնարավորինս արագ կասեցվի, որովհետեւ եթե շարունակվեց, ապա նախինի նման չի, որ փողոցներում հրացաներով մարդիկ գնալու են սպանեն հայերին, գտնեն թե որտեղ են հայերը բնակվում եւ նրանց ոչնչացնեն, չէ։ Ընդամենը տեղի կունենա մարդկանց դեգրադացիա, մարդկանց հետընթաց։ Մարդիկ կմոռանան իրենց ազգային արժեքները, ընդհանրապես կմոռանան իրենց մարդկային արժեքները եւ կմոռանան իրենց հոգեվոր արժեքները։ Ինչի համար է հարվածը հասցվում եկեղեցուն, որովհետեւ հայ ժողովրդի համար եկեղեցին շատ կարևոր կառույց է։ Ուրիշ ժողովուրդների համար եկեղեցին այդքան կարևոր չի։ Մեր համար մենք ասում ենք քրիստոնեությունը մեր մաշկի գույնն է։ Այսինքն հիմա ուզում են քրիստոնեությանը հարվածեն, այսինքն ոնց որ մեր մաշկը մեր վրայից հանեն։ Վերջի բան անջրպետը, հա, մարդուն, երբ որ ուզում են վնասեն մարդու մարմինը, հա, շոր ունի հակած, բրոնեժիլետ ունի հակած եւ այլն։ Այդ ամեն ինչը ծակելով անցան, հասնում են մաշկին։ Մաշկն է պաշտպանում, հա, մարդու մարմինը օտար ազդեցություններից։ Հիմա այդ մաշկը ուզում են հանեն մեր վրայից։ Մեզ կենթանի ուզում են մեր մաշկատեն, ոնց են ասում, հա։ Այդպիսի բան մենք թույլ չենք տա։ Դա վերջի կաթիլներ, այսուհետև պետք է հնարավոր չլինի հայ ժողովրդին հետապնդել հատկապես իրեն բնորանում, իրեն հայրենիքում։ Մենք Բրանդերբուրգյան դարպասների մոտ միտինգ էինք անում, մի հատ աղջիկ էր նկարում էր ուրախությամբ եւ այլն։ Մոտեցանք, ասում ենք դուք հայ եք, ասում է այո, ես դժվարությամբ եմ հայերեն խոսում, ես լիբանանահայ եմ, այստեղ Բեռլինում կարճ ժամանակով եկել եմ միջազգային կոնֆերանսի, ապրում եմ հիմնականում Դուբայում, ինչի համար եք միտինգ անում։
Ասում եք եպիսկոպոս են ձերբակալել, ասում ադրբեջանցիները, չէ, հայերը եպիսկոպոս են ձերբակալել, հայկական իշխանությունը չի հավատում, ոնց։ Այսինքն մեր իրականության մեջ հնարավոր չի պատկերացնել, որ այս բան կարելի է, բայց արվում է։ Սա կոչվում է հիբրիդային պատերազմ, երրորդ սերնդի պատերազմ, եւ այս սերնդի պատերազմում հաղթելու են ապագան կանխատեսող, իրադրությունը հասկացող, իրար հետ ամուր շահկապված, իրար կես խոսքից հասկացող հասարակությունները։ Մյուս հասարակությունները ուղղակի կլղոզվեն կգնան։ Ես հույս ունեմ, որ հայ ժողովրդի ապագան հստակ է, վառ է, եւ մենք կկարողանանք այս հիբրիդային պատերազմից հաղթող կողմով դուրս գալ։ Խոսքը նորից փոխանցեմ Ավստրիա։ Շնորհակալություն Արոն ջան, ուրեմն պարոն Սադոյան, ես համաձայն եմ ձեզ հետ, ձեր ասածների հետ, բայց այդտեղ մի հատ ես մեծ արդեն վտանգը տեսված, արդեն կատարված մի բան կա, որը կխնդրեմ պարոն Մկրտչյանին, եւ մեզ պետքա ինտենսիվ եթերներ եւ մեկ հոգեվորական պետքա ունենանք մեր եթերներում, որ մեզ ինչա պետք, հային պետքա հոգևոր դասընթաց շատ արագ ձևով։ Գիտեք, դուք ասեցիք մեզ քերթում են։ Գիտեք ումն են քերթում, ով որ չի իմանում ինչպես պաշտպանվի քերթողից։ Մենք ունենք ազգովի ցավոք 10 միլիոնից ավել չիմացություն։ Ասելով մեռնեմ Աստծո զորությանը, ասելով քարերը պաչեմ, մոմը վառեմ, բայց 5 կտակարանը դա եվրեների կտակարանա նորն է մերը, որտեղ մարդիկ ունեն գլոբալ չիմացություն։ Դա մեկ։ Երկրորդը, մենք ունենք ամենամեծ, հիմա ես նստած եմ այստեղ, ամենամեծ թագավորների պատմությունը, բայց լրացված է եւ չի խոսեցվում։ Նա գնում է դեպի գալերեա, ոչ թե իրականություն, ժառանգություն։ Մենք ունենք իրական, խնդրեմ, այս գիրքը մեր իրական 214,000 կիլոմետր պատմություն, որը իրականությունն է, ինքը չի մատուցվում 10 միլիոն ժողովրդին հասկանալու թե ինչ է կատարվում։ Նշանակում է մենք բառացիորեն ասելով աշխարհին, որ մենք ամենակրթված, ամենասենց կոպիտ ասած բթի ազգն ենք, բայց արիտես որ մեզ տանում են մորթման, արիտես որ մեզ տանում են քերթման։ Սա նշանակում է մենք հեռացել ենք հոգևորից, թագավորականից, իրական պատմությունից, իրական մեր ժառանգությունից, հենց սրա համար էլ մեզ անում, որտեղ մենք մեր մնացած են եղբայրները, որ քույրերը այսօր ապրում են տարբեր երկրներում, ոնց որ նոր նշեցիք Լիբանանից, նա չի պատկերացնում Հայաստանում ինչ է կատարվում, ինչի համար, որովհետև նրանց տան մեջ չի քարոզվում հարություն առած Քրիստոսը, նրանց տան մեջ չի խոսեցվում պատմությունը մեր իրական, որ դու ժառանգն ես, նրանց տան մեջ չի խոսում, թե ինչ թագավորներ են ունեցել, դրա համար օտարը օգտվում է այս ամեն ինչից եւ մի քանի սատանայի առաքյալ կոչվելով Յան ազգանունով նրանց հետ փորձում են այս առևտուրը կատարել։ Այստեղ ֆոկուս չկա, այստեղ շատ իմ համար արդեն շատ պարզ է, եթե կարողանում է 100 հոգին 10 միլիոնին խաբել, նշանակում է մենք ունենք չիմացություն։ Սա է իմ եզրակացությունը, հա, ոնց որ ասած։ Խնդրեմ պարոն Մկրտչյան։ Որն է մեր կոչը։ Ինչով ենք դիմում ժողովրդին, որտեղ Բրանդենբուրգյան դարպասների մոտ ցույցը արվել էր։ Ես կարող եմ միայն համահայկական սենատի այն առողջ գաղափարախոսությունից եւ լինելով հայ քրիստոնյա կոչ անել մեր 10 միլիոնից ավել հայրենակիցներին, Թիվը ճշտենք 15 միլիոն հայերին քրիստոնյա եւ 6 միլիոն մուսուլման հայերին։ Թող լինի 15 միլիոն, ավելի վատ, որ ավելի 5 միլիոնով շատ ենք եւ 120 հոգին կարողանում են, ես մի քիչ համեստ թիվ ասեցի, չնայած այսօրվա վարչապետը կասկածի տակ դրեմ եւ դուք գրել եք, կարծացի ձեր ասածը, որ ավելին է, քան դուք։ Խնդիրը ասեմ ինչու եղավ։ Ուրեմն դեպի խոսքից խոսքը, բայց կարևոր է որ նաեւ լսվի։ Խոսում էի Մոսկվայում Նոյան Տապան թերթի խմբագրի հետ, պարոն Անիսոնյանի հետ, մի ամիս առաջ էր։ Նյութ էի պատրաստել, փոխանցել, մեջը գրել էի 20 միլիոն։ Ասես պարոն Մկրտչյան ջան, այդ թիվը որտեղից։ Ասել թվերը ես ժամանակին հաշվել եմ
տասնամյակներ առաջ նորից կհաշվի, ես խնդրում եմ հաշվի, որ կարողանանք հաջորդ նյութերի ժամանակ օգտագործել։ Այդ ինչ որ դու այսօրի մեջում դրել եմ եւ իրեն փոխանցել եմ, հայերի թիվը դրանք բանաձևային հաշվարկներ են, դրանք ցանկություններով չի պայմանավորված։ Այդ բանաձևային հաշվարկները հիմք ունեն, առաջի հիմքը 1987 թվականի հաշվարկներն էին, երկրորդ հիմքը Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Էջմիածնի հաշվարկներն 1995 թվականի, որով իրենք ամրագրել էին արդեն 11 միլիոն հայությունը, այդտեղ մի փոքր դելտա կա, դա էական չի։ Եվ երրորդը, որ արդեն ես այդ բանաձևերով հաշվել եմ, հայության թիվը, ովքեր իրենց հայ են ասում, 15 միլիոն են, քրիստոնյա հայությունը եւ մինչեւ 6-ից 7 միլիոն իսլամի մեջ հայեր, որից 1 միլիոնն ապրում են Սիրիայում, ում հետ մենք աշխատանքային հարաբերություններ ունենք այս պահին։ Հիմա սա որ մեր հայությունն իմանա, մենք երբեք 10 միլիոն չենք, մենք վաղուց էլ 10 միլիոն չենք, վաղուց։ Հիմա խնդրում եմ, մենք ինչ ունենք ասելու, կուսակցության ղեկավար, պատվավոր ղեկավար Վարդան Ղուկասյանի հետ կապված էր այս հանդիպումը, ինչ ուղերձ ունենք իր ընտրազանգվածին, հատկապես իրեն, որտեվ ինքը բաց TV-ով ելույթ ունեցել, ես ձեր օժանդակության կարիքն ունեմ։ Հիմա ես, որպես հայ քրիստոնյա, ես մոռանում եմ մնացած ամեն ինչ։ Իր հայհոյանքները, իր հետ մոռանում եմ ամեն ինչ, ասեմ, այստեղից ասում եմ, հարգելի Վարդան, համահայկական սենատը կանի առավելագույնը, որ դու հայտնվես ազատության մեջ։ Ես չեմ խոստանում, բայց ես կանեմ ամեն ինչ, որ դու հայտնվես ազատության մեջ, որտեղ Սփյուռքում, եթե այլախոհության այսպես ջարդեն, տակը ոչինչ չի մնա։ Համեցեք։ Այո, ես նույնպես լինելով համահայկական սենատի պատասխանատուներից մեկը, ես էլ նույն ձև պատրաստ եմ պարոն Ղուկասյանին եւ արդեն 1 տարի իմ պատրաստությունը ամեն իմ եթերներով խոսելով, այո, կանգնած ենք կողքին։ Ես տեսնում եմ սիրելի հայրենակիցներ, այսպես ասած, դեռ շուտ է բարձրաձայնեմ, բայց ես ինձ թույլ եմ տալի ասելով, ես տեսնում եմ Վարդան Ղուկասյանի կուսակցությունը եւ նրա դեղին հեռախոսը եւ մեր լեգիոնի միասնությունը, լեգիոն ասվածը դա մեր 30 տարվա հերոս տղաներն են, որ ես կցանկանամ միաբանվենք եւ այո, ոնց որ դու ասեցիք, պարոն Մկրտչյան, թողում ենք այդ իմանանք հիմա էսա ինչ ենք, հենց հիմա ինչ կարող ենք մենք տալ եւ ասել, ես կփորձեմ, որ լեգիոնը միաբանվի Ղուկասյանի դոկ կուսակցությանը եւ դրանով մենք կփորձենք դնել նոր հիմնակար։ Ես գիտեմ, որ շատ դժվար, շատ պատասխանատու քայլ է դրված իմ առջև, բայց մենք հավատում ենք երկինքը ու գործում ենք երկրի վրա այդ հավատքով։ Խնդրեմ։ Այո, Ղուկասյանի մասին խոսեցինք, հիմա հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասին ինչ ունենք ասելու։ Այսօր ամենաբարձր պատկերը, որ մենք պահել ենք մեր գլխավերևում, Վարդան Ղուկասյանի պատկերն էր։ Մյուսները նույնպես միտինգի կարևոր նպատակներից էին, որ ազատ արձակվեն, բայց պարոն Ղուկասյանի համար ոչ միայն ազատությունն է կարևոր, այլ նաև անվտանգությունը, որովհետև նա այնքան կարևոր մարդ է, այնքան գաղտնիքներ է բացահայտել, այնքան ճուզողներ ունի Հայաստանում եւ հատկապես կրիմինալ աշխարհում եւ հատկապես լուրջ մարդկանց նկատմամբ կատարել է բացահայտումներ, որ իրան նաեւ իրեն անվտանգությունը եւ նորմալ կենսակերպն է պետք ապահովել, որ ինքը կարողանա շարունակել իր բացահայտումները արդեն ապահով վայրից։ Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները ապահով երկիր են նման տիպի ժուրնալիստների համար, պարոն Վարդան Ղուկասյանը ունի ամբողջ Հայաստանի բնակչության կեսի չափով լսարան, եւ նման ժուրնալիստին ձերբակալելը եւ անազատության մեջ պահելը խախտում է Միացյալ Նահանգների հիմնարար սկզբունքներից մեկը։ Միացյալ Նահանգների դատարանը պետք է համապատասխանի Միացյալ Նահանգների դոկտրինային, որը որ ասում է ազատություն եւ բոլոր մարդիկ, որոնք որ ազատություն են տենչում, խնդրեմ թող գան ինձ մոտ, ես տալիս եմ բոլոր պայմանները իրենց նորմալ աշխատելու համար։ Հիմա տեղի ունեցել հակառակը։
Սա նորություն է եւ մենք պետք է այս նորությունը հասկանանք, ընկալենք եւ սկսենք գործել այս նորության շրջանակներում։ Վարդան Ղուկասյանի մենք ամեն ինչով կաջակցենք, իրեն խոսքը լսելով մենք հապշտապես միտինգը կազմակերպեցինք եւ առաջի պահանջներից մեկը Վարդան Ղուկասյանի ազատ արձակումն է։ Ինքը այսօր հանդիսանում է հայ ժողովրդի համար այն փարոսներից մեկը, որի հետևից ժողովրդի մեծ զանգված է գնում։ Նույնպիսի կարևոր ինստանցիա է նաև արքեպիսկոպոսները։ Արքեպիսկոպոսները մարդիկ են, որոնց ասածը առանց քննարկման ընդունվում է հայ ժողովրդի կողմից։ Նրանց ձերբակալությունը, նրանց նկատմամբ ոտնձգություն են հայ ժողովրդի նկատմամբ։ Այլևս մենք չենք կարող թույլ տալ, որ գործերը գնան ինքնահոսով։ Մենք պետք է վճռականորեն վերցնենք մեր ձեռքը հակադրման գործընթացը եւ բոլոր հնարավոր մեթոդներով հակադրվենք այս ռեժիմի կատարած գործողություններին։ Ռեժիմը 14-15 հոգի չէ։ Ռեժիմը նույնիսկ այսբերգի երևացող մասը չի, ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը։ Ծիծաղելի են այդ մարդկանց հետ, եթե դուք նայում եք նրանց, այդ մարդկանց հետ ոչ ոք չի կարող նորմալ հարաբերություն ունենալ։ Նույնիսկ երբ որ նրանք գնում են միջազգային հանդիպումներին, բոլորը խորշում են իրենցից։ Չեն ուզում իրենց կողքը ֆոտոնկար ունենալ, որովհետև վաղ թե ուշ բացահայտվելու են այդ մարդիկ եւ կստացվի, իսկ պատմությունը կպահպանի այդ ֆոտոները, պատմությունը կպահպանի այդ ձեռքսեղմումները։ Եվ դրա համար աշխատում են նրանց կողքը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության կողքը չկանգնել։ Նախայտարակություն է հայ ժողովրդի համար։ Նա չի ներկայացնում հայ ժողովրդի հավաքական կերպարը, չի ներկայացնում հավաքական հային։ Այդպիսի ղեկավարություն չի կարելի պատկերացնել։ Այս պահին արդեն 7 տարի է եւ այս պահին եւս հայ ժողովուրդը չունի իշխանություն, չունի լեգիտիմ ղեկավար։ Եվ հնարավորինս արագ պետք է նոր ղեկավար ընտրվի։ Այո, Վարդան Ղուկասյանը այդ տեսակետից ճիշտ է ասում, որ գնանք ընտրությունների, բայց Հայաստանում այնպես իրավիճակ է, որ նորմալ ընտրություններն անհնարին են։ Նախևառաջ իրավիճակ պետք է փոխվի, նախևառաջ պետք է դեմոկրատական իրավիճակ ստեղծվի, հա, ոչ թե իրար վրա կրակելու իրավիճակ, երբ որ թեկնածուներից մեկը գնում է մյուսի ընտանիքի վրայի հարձակում, այն մյուսը հետ է գալիս իրենց ընտանիքի վրայի հարձակվում, իրար սպանում են, հետո ասում են դե լավ է, ընտրությունները շարունակվում են, հեսա մի քանի ամսից ընտրություններն են։ Այդպես չի կարող լինել։ Ընտրությունների համար խաղաղ պայմաններ են պետք։ Ամերիկայի պես դեմոկրատական երկրում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2 անգամ ընտրություն է հետաձգվել։ Աննախադեպ բան ամերիկյան կյանքում, բայց բոլորը հասկանում են, եթե պատերազմ է, ընտրության տեղ չկա։ Հայաստանը այս պահին գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ։ Մեծ վտանգ կա մեր հարևան երկրի վրա հարձակման, Իրանի վրա հարձակման, եթե հանկարծ Իրանում պատերազմ բռնկվեց, ապա ամբողջ տարածաշրջանը ուղղակի կընկնի քաոսի մեջ։ Այդ պարագայում ընտրություններ անցկացնել, այդ պարագայում ինչ-որ մեկին լրացուցիչ լեգիտիմություն իբր թե ապահովել չի կարելի։ Ես գտնում եմ, որ մենք պետք է վճռական լինենք, իսկ հայ ժողովրդի համար մեր կոչը գնացեք եկեղեցիներ։ Ովքեր որ մինչև հիմա եկեղեցի չեն գնացել, գնացեք պատարակների։ Մեր պատասխանը պետք է լինի ել ավելի շատ մենք ուժեղացնենք մեր եկեղեցիներ, լինի Սինգապուրում, լինի Վիեննայում, լինի Բերլինում, լինի Լոնդոնում, Մոսկվայում։ Եթե մեր հոգևոր առաջնորդներին ձերբակալում են, մենք պետք է գնանք եկեղեցիներ ուղղակի, հավաքվենք եկեղեցու շուրջը, պատարակների մասնակցենք եւ ցույց տանք, որ եկեղեցի շատ ամուր կառույց է, որը որ կարող է հերթական անգամ փրկել հայ ժողովրդին։ Շնորհակալություն, սրանով բերեք ամփոփենք եւս մեկ անգամ կամք եմ ցանկանում բոլոր նրանց, ովքեր գտնում են անազատության մեջ, իրենց ազատ խոսքը ներկայացնելու համար եւ պատժվել են դրա համար, Վարդան Ղուկասյանին, մեր հոգևոր հայրերին, մյուս քաղբանդարկյալներին, ովքեր գտնում են անազատության մեջ եւ գտնում են կալանավայրերում։ Բոլորին շուտ ազատ արձակում, ձեզ շնորհակալություն, որ ձեր ժամանակը հատկացրեցիք։ Ձեզ շնորհակալություն աշխատանք։ Լավ եղեք, բոլորիդ հաջողություն, ցտեսություն։